Շնորհակալություն խնդրեմ պարոն Ֆեաջան, նախապատրաստվի տիկին Արզիկ Մխիթարյանը Արցախի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի հրավիրյալներ, Սուրբգայիթյան դեպքերի հետ կապված մեր ազգի ներկայացուցիչները բազմաթիվ առիթներ ունեցել են խոսելու, նաև միջազգային հարթակներում, ամենաբարձր խորհրդարանական վեաժողովներում եւ քիչ առաջ էլ մեր գործընկերների կողմից մատնանշած այն ոճրագործությունները, այն անմարդկային քաղաքականությունը, որ վարվել է Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով կազմակերպած եւ նախաձեռնած քայլերի հետևանքով, այնուամենայնիվ հաճախ մենք ականատեսն ենք լինում, որ քաղաքակիրթ աշխարհը ականջալուր լինելով հանդերձ, որովիցե նախաձեռնություններով հանդես չի գալիս։ Նույն Սումգայիթյան դեպքերի հետ կապված դեռևս 1988 թվականի փետրվարի 26-ին այդ ժամանակահատվածում Միխայիլ Գորբաչովն էր գլխավոր քարտուղարը, մեծ պետության, որտեղ նա առիթ է ունենում հանդիպելու հայ ազգի մտավորականներին, որտեղ նա իր մտահոգություններն է հայտնում Բաքվում ապրող շուրջ 200,000 ազգությամբ հայ բնակիչների հետ կապված։ Այս էլ է այն հիմնական փաստերից, որ այդ ժամանակահատվածի ամենաբարձրաստիճան իշխանությունները քաջատեղյակ էին ինչ է հասունացել եւ ինչ հետևանքներ է ունենալու։ Ցավոք սրտի այդ գործողությունները չկանխելու հետևանքով մենք ունեցանք հայ ազգի ներկայացուցիչների զոհեր։ Այն քաղաքականությունը եւ ռոպագանդան, որը որ վարում է Ադրբեջանը, շատ լավ գիտենք, որ Ռամիլ Սաֆարովը ինչպիսի անմարդկային ոճրագործություն գործեց եւ եւս այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը ինչպիսի վերաբերմունք ունեցավ այդ քայլերի եւ գործողությունների հետ կապված։ Քարոզչությունը այսօր էլ է իրականացվում։ Վերջերս ընդամենը Ալիևը իրենց կուսակցության համագումարի ժամանակ իր հայտնի հայտարարության մեջ ինչ ձևի ձևակերպումներով հանդես եկավ, դասագրքերում իրենց երեխաներին ինչպեսի քաղաքականություն են եւ քարոզ են իրականացնում եւ այս ամենը մենք լսում ենք, հետեւություններ անում ենք, աշխարհին իլուր ներկայացնում ենք մեր մոտեցումները, բայց կրկին անգամ հաճախ տեսնում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը եւս այս դրսեւորումների նկատմամբ լինում է լուր։ Ինչ է մնում եւս հետեւություն անել, բայց միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկել։ Հարգելի գործընկերներ, ինքս պատիվ եմ ունեցել մայրաքաղաք Երևանում տարիներ շարունակ մարզատրամաբանական խաղեր կազմակերպել, ամենատարաբնույթ ինտելեկտուալ միջոցառումները կազմակերպել մարզատրամաբանական խաղերի մեջ շախմատ, շաշկի, ռենձյուգո, տարվա ինտելեկտ։ Այս է մեր տեսակը, մեր ազգային բնութագիրը, որը որ մենք տեսնում եւ ներկայացնում ենք ոչ միայն մեր երկրում, այլ մեր երկրից դուրս։ Բայց եկեք սրան զուգահեռ նաև մեր դպրոցներում եւ առհասարակ մեր երկրի որպես քաղաքականություն որդեգրենք, որ հարևանը ինչպիսի քաղաքականություն է վարում, ինչպիսի մոտեցումներ ունի եւ պետք է մեր դպրոցականներից սկսած, պատանիներից վերջացած նաև մենք փորձենք ներկայացնել մեր դառը իրականությունը եւ կռվել սովորացնենք, կրակել սովորացնենք։ Սա ամենակարևորագույն մոտեցումներից եմ ես համարում։ Մեր հարևան ազգում ամենաբարձր մակարդակով ներկայացնում է իր հավակնությունների, այսպես ասած, բայց նույնիսկ շատ լավ հասկանալով, որ հենց հիմա էլ նրանց ներկայացուցիչները հետևում են այն ինչ որ քննարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ թող իմանան, նրանցից վստահ եմ չեն եղել Հայաստանի ցեղասպանության ինստիտուտում, բայց բոլոր այն ոտնձգությունները, որոնք որ միտված են եղել հայ ազգի պետականությանը եւ հայ ազգի նկատմամբ, նրանք ի վերջո դատապարտված են եղել պարզապես ոչնչացման։ Այսօր էլ թող իմանան այն անձինք, որոնք ոտնձգություն կունեն Հայաստանի պետականության եւ հայ մարդու նկատմամբ, նրանք եւս կոչնչացվեն։ Եվ մի կարևորագույն իմաստություն, եթե ուզում ես խաղաղություն, պարզապես մեր պարագայում մենք դատապարտված ենք լավ զինվելու եւ պարտադրելու այդ խաղաղությունը։ Շնորհակալություն։